Նիկոլ Փաշինյանը հիստերիկացած ոճով հարձակվեց 3 նախկին նախագահների վրա, սպառնալով նրանց նկատմամբ ֆիզիկական անգամ հաշվեհարդար տեսնել։ Բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներից հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Ներվերի հետ են, անդադ սղոցում, անդադ սղոցում, անդադ սղոցում։ Բնականաբար ստացավ որոշակի պատասխան, դրան կանդրադառնանք։ Այսօր առավոտվանից ոստիկանական ուժերը, Փաշինյանի ռեպրեսիվ օրգանները համատարած տերորի են ենթարկում Գյումրու թիմ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր տեխնացուներին։ Այս պահին ես գտնվում եմ Գյումրու Մայր Հայաստան դաշինքի մեր գրասենյակում, վաղ առավոտից պարզում է խուզարկություն իրականացվել մեր գրասենյակի աշխատակից Արա Ոսկանյանի տանը, քիչ առաջ պարզ դարձավ, որ նաև մեր մյուս թիմակիցների տուն են այցելել, այս պահին խուզարկություն են իրականացնում Մայր Հայաստան դաշինքի գրասենյակում։ Всё, պարոն Գրիգորյան, տանում են ձեր ողջույնը։ Տանում են, այո, ձեր հայրը։ Որդուս սերտակալում են, հիմա էլ հորս։ Ինչպես Մայր Հայաստանի, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի ներկայացուցիչներին, ստուգումներ, խուզարկություններ եւ այլն։ Դա նույնպես մեր խոսակցության թեման է եւ դրանից էլ կսկսենք եւ վերջապես Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցները իմ կարծիքով թույլ տվեցին քրեական օրենսգրքի կոպիտ խախտում 237 հոդվածի եւ լրագրողներին, որոնք այդ պահին կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը, ուղղակիորեն խոչընդոտեցին ֆիզիկական բիրտ ուժի գործադրմամբ։ Եվ այսպես, սկսենք այսօր առավոտվանից Գյումրիում ծայր առած ոստիկանական բեսպրեդելին, կամ իշխանական բեսպրեդելին, ռեպրեսիաներին, բռնաճնշումներին, գիտեմ, ընդդիմության վրա հարձակումներին, ինչպես ով կկամենա, այդ բոլոր բնորոշումներն էլ տեղին են, ամբողջ լրահոսը, լրատվական դաշտը, իրավապաշտպանները, նկատի ունեմ իրական ազնիվ իրավապաշտպաններին, առավոտվանից դրա մասն են խոսում։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնի մոտ նախորդ օրը մարտի 26-ին հիստերիկացավ եւ հերթական անհավասարակշիռ պահվածքը ցույց տվեց, այդ թվում իրեն ու իր ԿՊ-ին բնորոշ կեղտոտաբերան լեքսիկայով, այնտեղ դուրսպրծուկներ, չգիտեմ, ոտի տակ գցել, պատերին ծեփել, բորջուր լպստել, ասֆալտին ծեփել եւ այլն, գիտեք, չկրկնեմ այդ ամբողջ ագրեսիվ խոսույթը։ Պարզ դարձավ, որ ինչ որ մի բանի նա պատրաստում է, այդ թվում Գյումրու ընտրությունների հետ կապված։ Քվեարկությանը մնացել է ընդամենը 3 օր, այսօր ամսի 27-ն, ամսի 30-ին քվեարկությունն է, եւ ահա քվեարկությունից 3 օր առաջ ոստիկանական լայնածավալ, կարելի ասել, հարձակում է իրականացվում ընդդիմադիր ուժերի վրա։ Առավոտվանից Մայր Հայաստանի նախընտրական շտաբ էին թափանցել, նաև Մայր Հայաստանի թիմի անդամներ ուղղակիորեն ընտրարշավին մասնակցող գործիչների տուն մտնել, խուզարկել, բնականաբար ոչինչ չէին գտել եւ չէին էլ գտնելու։ Մայր Հայաստանի ներկայացուցչուհուն երկու անչափահաս երեխայի մորը երեխաներին ստրեսի ենթարկելով գեստապոյաբար ֆաշիստական ձևով բերման էին ենթարկել Երևան, ըստ որում հատուկ մեկուսացրել էին, թույլ չտալով, ճնշումներ գործադրելով, խոշտանգման ենթարկվելով, հակամարտկային ու սրիկայական ամեն մի քայլի դիմելով, որպեսզի թույլ չտան նրա մոտ փաստաբանին։ Փաստաբանն էլ հանրության հայտնի Հովհաննես Խուդոյանն է, այսինքն այս է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական բաստիոնը։ Մեծ ողջույններ իհարկե Եվրամիության բոլոր ծյոցյաներին եւ ձյաձյաներին, դեմոկրատիայի հայկական Փաշինյանի կառավարմամբ հայկական դեմոկրատիայի տիեզերա հաս սլացքի մասին բարբաջող կենթանիներին, կենթանի արարած իմաստով, կամ ինչպես նույն Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, օգտվենք նրա բառապաշարից եվրո յոնջաներին։ Այդ նրանց սրիկայական լռության ու համաձայնության պայմաններում է, որ իրականացվում է այս ամբողջ այլանդակությունը։ Դե ինչ, այն բանից հետո, երբ Էրդողանը Թուրքիայում հարձակվեց իր հնարավոր մրցակցի վրա, նրան կալանավորելով,
նրա հովանավորությունը վայելող Փաշինյանական ռեժիմը որոշեց հետ չմնալ սպոնսորից եւ Գյումրիում այս տերորիստական գործողությունը իրականացրեց։ Հիմա բնորոշումները եթե դնենք մի կողմ, ինչ տեղի ունեցավ, սիրելի բարեկամներ։ Տեղի ունեցավ հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը բացեի բաց խոստովանեցին, որ իրենք ոչ թե 0 են Գյումրիում, այլ մինուսից էլ ցածր, այսինքն իրենք արդեն իսկ պարտված են, տապալված են, կապ չունի հիմա հրելով, այնտեղ գլորելով, կեղծելով, ամեն մի ընտրողի գլխին ատրճանակ պահելով, ճնշելով, ծեծելով, թե ինչ ձևերով, քվեաթերթիկները զրոյացնելով, Վահագն Հովակիմյանի միջոցով թվեր նկարելով իրենց սալիկին կհրճագեն Գյումրու քաղաքապետ, բայց դա գրոշի արժեք ունի, իրենք պարտված են, սա պարտության, թուլության եւ ոչնչության ինքնախոստովանություններ իրենց կողմից, որովհետև ուժեղ իշխանությունը, եթե վստահ իր վրա, ինչ որ մի ստից ձայնագրության հիման վրա, ինչ որ, չգիտեմ, ով է ում ինչ վառելափայտ խոստացել կամ չի խոստացել, դա ես խիստ կասկածում եմ, որ իրականության մեջ նման բան կա, ամենայն հավանականությամբ սարքած բան է, բայց նույնիսկ այդ պայմաններում այսպես համատարած տերորի չի ենթարկվում։ Կարծում եմ, որ Գյումրիում այսօր առավոտ դրսևորված այդ գործողությունը, որի անունը կարելի է դնել, ասենք, նեխած ձայնասկավառակ օրինակի համար, կամ, չգիտեմ, հետ տված բրաբուս օրինակի համար, այդ գործողությունը ավելի շատ ուղղված էր ոչ թե ընտրության անմիջական մասնակիցներին, այլ հենց ընտրողներին։ Սրա նպատակը առաջնային կարծում եմ նպատակներից մեկը իհարկե մրցակից ուժերին խանգարել ներեապես, ընտրարշավի վերջին, նախավերջին օրն է, այսօր օրինակ նախատեսված է Մայր Հայաստանի ամփոփիչ խոշոր հավաքը նախընտրական ժամը 17-ին պիտի լինի Գյումրիում։ Մարտուն Գրիգորյանը եւս ուներ հանդիպումներ, նրա որդուն եւ ասում են նաեւ որը ձերբակալել են, դե պատկերացնում եք, դա ասենք տեխնացուի վրա ինչ ճնշման գործադրում է, մինչև այդ էլ այս ընթացքում դրսևորվել է հատուկ թիրախավորված մոտեցում հենց ընդդիմության տեխնացուների նկատմամբ, կհիշեք Վարդան Ղուկասյանի վրա տեղի ունեցավ հարձակում, այսպես մասկի շոուի կարգի, դրան մենք անդրադարձել ենք մեր նախորդ թողարկումներից մեկում, Ռուբեն Մխիթարյանին էլ ինդիմադիր տեխնացու պատահաբար հիշել էին վարորդական վկայականի մասին հրավիրել էին քննչական, այսինքն առանց այն էլ 13-14 օրվա ընտրարշավի պայմաններում պատկերացնում եք, չէ, ասենք մարդուն մի ամբողջ օր կտրել են իր բուն քարոզարշավային ընթացքից բերել են Երևան, իսկ ամեն մի օրը, նույնիսկ ամեն մի ժամը այս պայքարում նշանակություն ունի եւ բնականաբար այդքան օրենքին խստորեն հետևող ԱԱԾ-ն, ՊՊՑ-ն եւ մնացած Ց-երը ոչ մի կերպ չեն անհանգստացրել օրինակ Սարիկ Մինասյանին, օրինակ ՔՊ-ին, որոնք օգտագործելով հանրապետական բյուջետային միջոցները, օգտագործելով համայնքային միջոցները, որևէ քաղաքային ղեկավարության կամ այդ ղեկավարության ուրեմն պարտականությունները ժամանակավորապես կատարողի, ոնց ասեմ, աշխատավարձային պարտականությունն է, որ պիտի անի այն ինչ որ աշխատակ, նրանք դա մատուցում են, որ ահա տեսեք, մենք ինչ գործ ենք անում, վայ, այսինքն հարկատուների հաշվին միջոցին ինչ որ մի բան էին անում, ընտրություններին ընթരാճ այսպես շեբեն էին փռում խճակար ներողություն, լույսեր են ինչ որ անցկացնում եւ այլն, տեսեք բան են անում, ասած դա ինչպես գյումրեցիները կասեն, ուղղակի դա մի քիչ կոպիտ է հնչում։ Ես կփորձեմ մեղմ արտահայտել։ Հարսի միջոցով փեսային լավություն էին անում, այսպես ասել, որպես այդպես էին մատուցում։ Դա ուրեմն ընտրակաշարք չի, վարչական ռեսուրսի օգտագործում չի, դեպ օրենքով արգելված։ Մենք այնքան ենք սովորել այդ վարչական ռեսուրս ասելը, որ մեզ թվում է, թե դա նորմալ օրինական բան է, ոչ հարգելիներս դա օրենքի արդար ընտրական մրցակցության կանոնների ու սկզբունքների կոպիտ խախտում է։ Այսինքն այս օրինախախտումները նրանք չեն տեսնում, տեսեք, հենց միայն ուրեմն ընդդիմության ներկայացուցիչներն են ինչ որ բաներ իբր թե խախտել։ Եվ այսօր էլ դե իրենց բնորոշ ցինիզմով ԿՊԱ-կան որոշ падգամավորներ ելել ինչ որ անհեթեթություններ էին բարբաջում նույն ընտրությունների հետ կապված։ Գյումրիում ԿՊ-ն սկզբունքորեն հասկացել է, որ պարտված է։ Հիմա
Ինչ հետևություն սրանից։ Սրանից հետևությունը կարծում եմ այս է, որ գյումրեցիները պիտի ջիղ ու թասիբ դրսևորեն, կարծում եմ կդրսևորեն եւ շատ ավելի ակտիվ, շատ ավելի այսպես ընդգրկուն ձևով մասնակցեն այս ընտրությանը։ Ես մի անգամ նախորդ մեր թողարկումներից մեկում ասեմ, որ առհասարակ շատ բաներ են փորձում կապակցել Գյումրու ընտրությունների հետ։ Իհարկե դրանք կարևոր են, բայց պետք չէ ամեն դեպքում բոլորը ամեն շահ կապել հենց միայն այս ընտրությունների հետ։ Ընտրությունները կլինեն, տրամադրությունները կարող են ավելի սրվել ու սրված մնալ ամբողջ Հայաստանում։ Հիմա ենթադրենք Գյումրիում քվեարկությանը մասնակցում է օրինակ 35 կամ այս դեպքերի ազդեցության տակ 40%, ինչը լավ կլինի իհարկե, լավ կլինի որ 56, 70, 80% մասնակցություն լինի, բայց չկտրվենք իրականությունից, որովհետև որքան շատ մասնակցություն լինի, այնքան ավելի օբյեկտիվ արդյունք ունենանք, որքան քիչ լինի մասնակցությունը, այնքան Փաշինյանը եւ նրա մանկլավիկները ավելի շատ հնարավորություն կունենան կեղծելու, իրենց ուզած թվերը նկարելու եւ իրենց տեխնացուին, իրենց սարիկին առաջ հրելու համար իմիջայլոց տվյալ անձնավորությանը չեմ ճանաչում եւ բնականաբար նրա դեմ ոչինչ անձնապես չունեմ, սակայն այն որ նա ԿՊ-ի շարքերն է անցել արդեն իսկ վատ է խոսում իր մասին, երկրորդը որքան խոսվում է, ասում է, նա ընդամենը այսպես շիրման է, երևացող մասը եւ կա ենթադրություն, որ քվեարկությունից կարճ ժամանակ անց նրան ուղակի արանքից անելու են դնեն Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ազգականին։ Ինչևէ դա արդեն ուրիշ խնդրեմ է, ներքին զգացողություն ունեմ, որ Գյումրիում կոփը քարին է առնելու եւ Փաշինյանը դղրդյունով պարտվելու է, անկախ իր այս ոստիկանական ջղակցկումներին ու հիստերիկ մարմնաշարժումներին։ Գանք վերջինին, միով բանիվ հիմնական հետևությունը մերժել ու մերժել ԿՊ-ին։ Ում ուզում եք ընտրեք, միայն ԿՊ-ին մի ընտրեք, եթե ուզում եք հետագա ու ապագա ունենալ, այսքանը։ Ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի երեկվա նիստում հարց ու պատասխանի ընթացքում։ Տեղի ունեցավ այն, որ Նիկոլ Փաշինյանը իդեպ իր խմբակցության ներկայացուցչի հարցից հետո դա այսպես ասած դեմադրված հատվածն էր, այսինքն այդտեղ չէր էլի որ հավասարակշռությունը կորցրեց, այսինքն նախապատրաստվել էր հարցին, հիստերիկացավ, հարձակվեց 3 նախկին նախագահների վրա, Արցախի խնդրով իբր վայ նրանք կապիտուլյացիան սարքել են, գցել են իր ջեբը եւ ինքը եթե ասում մի բանավեճի է հրավիրում, մի անգամ հրավիրել էր 3 նախագահներն էլ զարմանալի եւ գնահատելի այսպես միաձայնությամբ, համերաշխությամբ կարելի ասել, որտեղ նրանք 3-ին միասին դժվար է պատկերացնել իրար կողք կանգնած, բայց այս հարցում շատ օրինակելի համախմբվածություն են դրսևորում կամ համերաշխություն եւ նրան գործուղել էին ռուսական մի հայտնի ոչ բարեհունչ քաղաքի ուղությամբ կոպիտ ասել էին դու ով ես որ քո հետ մի հատ էլ ինչ որ մեկը բանավիճի այն էլ նախկին նախագահները այս անգամ նա ավելի բորբոքվեց որ չեն ուզում իբր վախենում են գալ իր հետ բանավեճի եւ այլն նա չի հասկանում որ իր հետ ոչ թե բանավիճել այլ նույնիսկ նույն սենյակում գտնվելը արդեն այն մյուս գտնվողի համար անձնական վիրավորանքի պես կարող է լինել, այսինքն արժանապատվությանը հարվածող, նսեմացնող։ Իսկ այդ մարդիկ անկախ մենք նրանցից ում ինչպես ենք վերաբերվում, ինչ պրետենզիաներ ունենք, ինչ մեղադրանքներ կամ հակառակը ինչքան են գնահատում։ Երեքն էլ որ Հայաստանի Հանրապետությանը ունեցած ծառայություններ ունեն, արած բաներ ունեն ամեն դեպքում։ Նրանց ոչ մի դեպքում չես կարող սրա հետ համեմատել։ Եվ այդ մարդիկ բնականաբար չեն ուզենա նման մեկի հետ նստել ինչ-որ բանավիճել։ Եվ այս անգամ եւս 3 նախագահների այսպես գրասենյակները կամ պաշտոնական ներկայացուցիչները արձագանքեցին հատկանշական ոճով, օրինակ որքան հիշում եմ Սերժ Սարգսյանի գրասենյակն ասել որ նշաձողից ընկածին կամ նշաձողից ցած ընկածի հետ անգամ չեն բանակցում ուր մնաց թե բանավիճեն։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նշել էր որ Փաշինյանը
իհարկե կարող է բանավիճել մոտակա հոգեբուժարանի ուրեմն համապատասխան մասնագետների հետ եւ դեղերն ու ալկոհոլային խմիչքը խառնել է Տեր-Պետրոսյանի այսպես ներկայացնող ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մի քիչ ավելի կոնկրետիկայի մեջ էր արձագանքել նշելով որ այդ հիստերիկան վկայում է որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի ամռանը Փաշինյանին արած առաջարկությունը հրապարակելու դեպքում Փաշինյանը վերջնականորեն այդպես քաղաքական դիակի կվերածվի իր սիրած արտահայտությամբ, այսպես ասենք, փոխադարձենք, հակադարձենք։ Բայց ինչ կար այս ամենի տակ, սիրելի բարեկամներ, տեսեք, առհասարակ Փաշինյանին հարց ուղղելը, հարցերը այնքան էլ կապված չէին բանավեճի կամ չգիտեմ ինչի հետ։ Ընդդիմադիր падգամավորները հիմնականում Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյան, Արթուր Խաչատրյան, Գեգամ Մանուկյան, մի խոսքով բոլորին չնշեմ, շատ կոնկրետ բան էին հարցնում։ Այդ անդադ ասում եք, որ այդ խաղաղության համաձայնագիր կոչված ոչ ու փուչ թղթում իբր երկուստեք զիջումներ են, իբր Ադրբեջանն է զիջում, միայն այնպես չի, որ միայն Հայաստանն է զիջում, ասում են բերեք մեկ օրինակ, թե ինչ է զիջում Ադրբեջանը, ասեք։ Այս Փաշինյանը ձայնը գլուխն էր գցում, գորգոռում, ինչ ասես ասում, հայան բույան, բայց այդպես էլ այդ հարցին չպատասխանեց։ Կոնկրետ այդ հարցին չպատասխանեց, չհնչեց պատասխան, որովհետև չկա այդ պատասխանը, որովհետև այնտեղ չկա Ադրբեջանի կողմից զիջում, որովհետև դա փոխհամաձայնություն չէ, այլ թշնամու կողմից միակողմանի պարտադրանք, կարճ ասած, ուլտիմատիվ եղանակով, վերջնագրային եղանակով Հայաստանի կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության վզին փաթաթված կապիտուլյացիոն հերթական թուղթը, պայմանների շարքը։ Մենք պիտի զիջեինք, հետո էլի 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 պիտի զիջեինք։ Դրա համար էլ ոչինչ չեն ասում։ Երկրորդը հիմնական բանը այն էր, որ նա պիտի ասեր, թե ինչ կա այդ համաձայնագրի բովանդակության մեջ, ինչ նշանակում կստորագրենք կիմանանք, կստորագրելուց հետո էլ այդ իմանալը քանի գրոշ արժի, այսինքն գիտեք ոնց, պարոն դատավոր, ինչ դատավճիռ եք ինձ տալու, դե բանը կստորագրենք իմանաք, էլի, որ ձեզ դատապարտել են գնդակահարության, մոտավորապես այսպես է հնչում նրա ասածը, ժողովրդի ճակատագրին, ամբողջ ժողովրդի, այդ թվում նիկոլականների, ճակատագրին վերաբերող հարց է, մարդիկ չիմանան դու այդ ինչ ես համաձայնեցել, այստեղ իդեպ բանակցային գաղտնիք չի կարող լինել ընդհանրապես, որովհետև բանակցությունները ավարտված են, արդեն բանակցված է վերջնական տեքստի տեսքի բերված, այսինքն այդ հեքիաթները թե վայ բանակցային գաղտնի, էլ ինչ բանակցային, բանակցությունն ավարտված է, կա համաձայնեցված տեքստ, հրապարակեք թող իմանան։ Այդ ինչպես է, որ Փաշինյանը պահանջում է այսինչ թուղթը հրապարակել, այնինչ թուղթը, չգիտեմ, 20-25 տարվա։ Լսի, պետք չի այսինչն ու այնինչը 20-25 տարվա։ Դու քո բանակցածը հրապարակի։ Այն հներն էլ ամեն մեկը թող իր համար պատասխան տա, մեկ երկրորդն էլ արխիվն էլ քո ձեռքի տակ, ամեն ինչն էլ, ինչ կա այդտեղ։ Բռնի հրապարակի։ Մարդիկ քանի անգամ ասես, ամբողջը հրապարակի, մենք խնդիր չունենք։ Դու խնդիր ունես, որ չես հրապարակում, փախնում ես հարցերից, դե բնական է։ Ինչպես ուշադրություն շեղել հիստերիկության թատրոն տալ եւ շեղել հարցը ուրիշ տեղ։ Բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Հետո իրանց երեխեքին, թորներին, ծորներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին խրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վերենգեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվս մեկ էական հանգամանք, որը կարծում եմ չի կարելի ոչ մի դեպքում անուշադրության մատնել, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ դրա հեղինակը Նիկոլ Փաշինյանի նման անպատասխանատու մի գործիչ է, արկածախնդիր։
Ինչ հայտարարեց երեք, ասում են, պաշտոնապես մեր դիրքորոշումն այն է իր եւ իր կառավարության դիրքորոշումն այն է, կարծեմ հենց Արթուր Խաչատրյանի հարցին էր պատասխանում։ Մենք չպիտի շարունակենք Արցախյան շարժումը։ Ստոպ։ Այստեղ պետք է հստակ բացատրել։ Արցախյան շարժումը, սիրելի բարեկամներ, հարգելիներս, պատմաքաղաքական իրողություն է, ըստ որում տեղի ունեցած ու արդեն վաղուց պատմական փաստ անջնջելի, անուրանալի փաստ դարձած։ Արցախյան շարժում արտահայտությունը չպետք է շփոթել Արցախի հիմնախնդիր հասկացության հետ։ Արցախի հիմնախնդիր, որը ունի իր ստեղծման նախապատմությունը, նախադրյալները, զարգացման տարբեր փուլերը եւ ցավոք այնպես է ստացվել, որ դեռ ունենալու է, որովհետեւ խնդիրը այսպես կատաստրոֆիկ վիճակի բերելուց հետո նույնիսկ այն բնականաբար ունենալու է շարունակություն, քանի դեռ հայ ազգը գոյություն ունի, քանի դեռ արցախցիները եւ Արցախի մեր հայրենակիցները կլինեն պահանջատեր մենք էլ իրենց հետ։ Հիմա դա մի բան է, Արցախի հիմնախնդիրը։ Արցախյան շարժումը մեկ այլ խնդիր է։ Արցախյան շարժումը մեկնարկել է, ընդունված է մեկնարկը համարել 1988 թվականի փետրվարի 20-ը։ Դա շարժում էր, որի հիմնական նպատակը, այսպես ասած, պատմական անարդարության վերացումն էր եւ պատմական արդարության վերականգնումը, քանի որ Արցախը բնիկ եւ բուն հայկական է եւ բնիկ հայաբնակ է հազարամյակներով, աննորմալ է, որ այն գտնվում էր Հայաստանից արհեստականորեն կտրված եւ միացում, հիշում եք այդ բանկարկումները, դա արտահայտում էր նպատակը, ցանկությունը նույն ժողովրդի արհեստականորեն տարանջատված հատվածների միասին ու միասնական ապրելու, նույն լեզվական, կրթական, մշակութային, քաղաքական, տնտեսական ուրեմն միջավայրում, ինչը բնական է։ Այդ շարժումը ունեցավ իր զարգացումը եւ ընթացքը 1988-ից հաջորդող տարիներին, բայց Հայաստանի անկախության հռչակագրով 1990 թվականի օգոստոսի 23, ապա Արցախի հանրապետության կամ ԼՂՀ անկախության հռչակագրով 1991 թվականի սեպտեմբերի 2, ապա Հայաստանի անկախության հանրաքվեով 1991 թվականի սեպտեմբերի 21 եւ ԼՂՀ անկախության հանրաքվեով նույն 1991 թվականի դեկտեմբերի 10 Արցախյան շարժումը կարելի ասել հանգուցալուծվեց, այն հանգուցալուծվեց անկախ կամ ինքնիշխան հայկական պետականությունների, պետությունների գոյացմամբ, ձևավորմամբ եւ հետագա ընթացքով։ Այդտեղից արդեն այդ Արցախյան շարժումը հասավ իր տրամաբանական այդ կետում, հասավ իր տրամաբանական ավարտին, այնպես որ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է չշարունակել Արցախյան շարժումը, ինքը այդպես մի շատ չէ, մի 34 տարի ուշացել է։ Դուք չեք կարող շարունակել կամ չշարունակել։ Ես իհարկե հասկանում եմ, թե նա դրա տակ ինչ է նկատի ունի։ Նույնիսկ կարելի ավելի սարսափելի բան մեկնաբանել, որովհետև եթե ինչ-որ մեկը ասում է, որ չի շարունակելու Արցախյան շարժումը, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը այդ շարժման ուղղակի քաղաքական հետևանք է, նշանակում է նա չի շարունակելու Հայաստանի անկախությունը, այսինքն Հայաստանի անկախությունը ուզում է կործանել, վարի տալ, ինչով եւ զբաղված է իմ անձնական կարծիքով եւ ոչ միայն իմ։ Բայց դա դեռ իր հերթին։ Նա ամենայն հավանականությամբ ավելի շատ նկատներ այն, որ այլևս իր կառավարությունը եւ իրենք ոչ մի տեղ, ոչ մի հարթակում հետամուտ չեն լինելու Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի խնդրի բարձրացմանը, ինչը Արցախի երկրորդ կամ երրորդ, չորրորդ, հինգերորդ պաշտոնական ուրացումն է եւ մեծ հաշվով դավաճանություն հայ ժողովրդի հավաքական, հայ ժողովրդի շահերի նկատմամբ, որտեղ դա կարևոր հարց է, որը պետք է կարողանալ բարձրացնել ի վերջո եւ բարձրացվելու է, երբ կարողանանք ոտքի կանգնել եւ ոտատեղներս, ոտներս ամրացնենք, մեջքներս, բնականաբար այդ հարցը չի կարող չբարձրացվել, ինչպես հայոց ցեղասպանության հարցը չէր կարող չբարձրացվել եւ բարձրացվեց, երբ պայթյունը եղավ, այսպես ասենք, հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդպես ազգային ինքնագիտակցության զարթոնքի ցեղասպանությունից շուրջ 50 տարի անց 1965 թվականի սահմաններում
Այդ ժամանակ սկսվեց 50 տարի էր անցել շատերը կարծում էին թե վերջ բան ով է հիշում մոռացել է գնացել անցել է բայց չէ որ ժողովուրդն ունի իր պատմական հիշողությունը ունի իր մղումները մի խոսքով շատ չխորանամ Փաշինյանը կոպտորեն միտումնավոր վստահ եմ սխալվում է եւ ուղղակի իրեն պետք էր այսպես հերթական հակահայ հայտարարություններ անել չգիտեմ դա երևի ավելի շուտ աչոտի կամ հաշվետվության մի բան էր որի հասցեատերը այդ ուղերձի կարծում եմ գտնվում էր Բաքվում կամ եվրոպական որևէ մայրաքաղաքում կամ արևմուտքում սակայն ոչ թե Եվրոպայում այլ Թուրքիայում այսինքն ինքը եւս մեկ անգամ ընդգծում էր որ պատրաստ է եւ ուրանում է եւ չի բարձրացնելու բայց դա ինչպես տեսնում ենք ոչ իրեն ուրեմն երաշխիքներ է բերելու ու ոչ իրեն է բերում ոչ էլ Հայաստանին խաղաղություն է բերում ու չի կարող բերել Թույլի հետ չեն խաղաղության պայմանագիր կնքում Թույլին ճնշում են մինչև վերջ սա արևելքն է եւ ընդհանրապես աշխարհում բոլոր ժամանակներում այդպես է եղել Ստապել է պետք եւ հնարավորինս արագ ձերբազատվել այս մղձավանջից ու այն շարունակաբար խորացնող իշխանությունից։ Սա էր այդ առնչությամբ եւ վերջին կետը օրերս իշխող քաղաքապայմանագրի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Անդրանիկ Քոչարյանը անհարգալից վերաբերմունք էր դատապարտելի անհարգալից վերաբերմունք էր դրսևորել մեր գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Դուք։ Եթե թե ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին։ Քոչանես Այդպես, որտեղ ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկին, որ ձեզ արեց։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Էս ինչ եք ասում։ Ոչ մի բան, ասեք։ Այսինքն էս ինչ բուլինգ եք ձեր կարծիքով։ Բուլինգի եք ենթարկում լրագրողներին։ Լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Բացի այն, որ լրագրողի նկատմամբ, նաև կին լրագրողի նկատմամբ դա ուղղակի չգիտեմ, էլ ինչ կարմիր գծեր կարող են հատել։ Դրանից առաջ Արարատ Միրզոյաններ ոչ պակաս անհարգալից իրեն դրսևորել էլի լրագրողների նկատմամբ եւ առհասարակ Փաշինյանական իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների կողմից լրագրողների նկատմամբ անհարգալից, վիրավորական, թիրախավորող, այդ թվում նաեւ բռնության գործադրմամբ ուրեմն դրսևորվող ճնշումները ուղղակի չգիտեմ ինչ չափերի են հասել, խայտարակություն են, մեծ հաշվով խայտարակություն են, սակայն երեք ազգային ժողովում տեղի ունեցած ավելին է, քան պարզապես խայտարակությունը, դա իմ համեստ կարծիքով ուղղակիորեն քրեորեն հետապնդելի արարք էր կամ կարող է գնահատվել այդպիսին, տեսեք։ Գնացին։ Չասում են, Մեր մասնագիտական գործունեությունը չոչնդոտում կարող եք ձեր մասնագիտական գործունեությունը Օրենքի համաձայն իրական ժողովրդական ինստիտուտների շատ կառավարության անդամները պատասխանում են պատասխանատվների հարցին։ Իրականություն պատգամավոր հետո ես սա դες Բաց թողեք, մենք խոսքի ազատություն ենք Հայաստանում, մենք էլ իրավունք ենք իրացնում, մենք լուրջ ակցիա ենք անում, մենք լուրջ ցույց ենք տալիս ենք, մենք որևէ մեկի իրավունքը չենք փոխանցում։ Լրագրողները ի նշան բողոքի այդ դրսևորված վերաբերմունքներին, որոնց մասին խոսեցի եւ մասնավորապես ամենավերջինին, այդ Անդրանիկ Քոչարյանի կողմից դրսևորվածին, բողոքի լուր ակցիա են անում եւ իրենց համար առանձնացված օթյակում
համապատասխան պաստառեն բարձրացրել։ Ազգային ժողովում ծառայություն իրականացնող պետական պահպանության այդ ծառայության աշխատակիցները խմբակային հարձակում գործադրեցին թույլ սեռի ներկայացուցիչ լրագրողների նկատմամբ, լրագրողուհիների նկատմամբ, խլեցին պաստառը եւ այլն, ստոպ։ Մեր գործընկերները այդ վայրում գտնվում էին օրինական հիմքով, օրինական հիմունքներով, որպես լրագրողներ ու կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը։ Լրագրողի մասնագիտական պարտականությունը տեղեկություններ հավաքելն է, տեղեկություններ տարածելը։ Պաստառ պարզելը նույնպես տեղեկության տարածում է։ Հիմա վերանանք այդ ակցիայի բանի պայից, տեղեկություն է տարածում։ Այդ ընթացքում մարդուն թևից քաշում են, քաշքշում են, ոլորում են, դա մասնագիտական գործունեության բացահայտ խոչընդոտում է ուժի գործադրմամբ, այն էլ պաշտոնական լիազորությունների իրավազանցմամբ, այսինքն նաև գերազանցելով սեփական պաշտոնական լիազորությունները։ Իմ կարծիքով ես այստեղ համամիտ եմ ժուրնալիստների միության հայտարարության հետ, սա պետք է գնահատվի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով եւ տվյալ անձինք ու նրանց նման հրաման տվողը պետք է ենթարկվեն քրեական հետապնդման։ Առնվազն գործ պետք է հարուցվի եւ քննության առարկա դառնա այս միջադեպը։ Երբ որ դուք ավտորիտարիզմի դեմ պայքարող եք, պարոն Աղազարյան, երբ որ այստեղ օրինակ լրագրողների համար միջանցքներ էին փակվում, որ ձեզ քպական падգամավորներից այն ժամանակ հասանելիություն չունենայինք եւ անհարմար հարցեր չտայինք, այդ ժամանակ պետք է վեր կենայիք եւ քննադատեիք այս իշխանության ոչ ժողովրդավար մոտեցումները։ Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Այսքանը սիրելի բարեկամներ, համբերություն մեզ, առողջություն ձեզ, հետևենք դեպքերի զարգացմանը։